Թատեւոսյան արկա մտահոգություններին, որոնց վերաբերյալ ահազանգեր հնչում են եւ պատգամավորների, եւ փաստաբանների, եւ իրավապաշտպանների, այն մթնոլորտային իրավիճակը, որը արկա է քրեակատարողական հիմնարկներում, մտահոգիչ է, մահեր, ինչպես նաեւ զոն նայողների եւ այլն, դուք տիրապետում եք իրավիճակին։ Զոն նայողների հետ կապված իհարկե քրեակատարողական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան կամ վերահսկման աշխատանքեր իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՄԻՊ-ը, դիտորդական խումբը, խնդրում եմ նայեք իրենց տրված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա Իսպար վերացել է։ Ոչ, իհարկե իսպար չի վերացել, ես ձեզ հակադարձ հարց տամ, մեր հասարակության մեջ իսպար վերացել է քրեական ենթամշակույթը։ Պարզապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կանոնով գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումները պայքարել։ Իսկ դուք պաշտոնյա եք, Տիկին Թատեւոսյան։ Շատ լավ, մենք քրեակատարական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեակապետություն եւ ինստիտուտներ, բանակում դեպքանում ասում են հասարակությունից է, բանտերում բանակում ասում են հասարակությունն եղավ։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաեւ Նուբարաշենում, որ ասեցին Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա քանի ամիս է անցել։ Որ ծեծի մասին եք։ Այն որ ասեցին ինչ որ նաև որպես բողոքի ակցիա Նուբարաշենի ծմահների հետ կապվածն եք ասում։ Ծմահների հետ կապվածը իհարկե քրեական վարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։ Եվ առաջին հարցի վերաբերյալ առողջական խնդիրներում մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ շատ ուղիղ հնչեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված, խնդրում եմ քրեակատարողական բժշկության պողակին հասցեագրեք ձեր հարցերը։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն պայմաններում են պահվում Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններով են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ մյուս հուսամ չեկել լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զրկված անձինք։ Նուբարաշենում շատ վատ վիճակ է, ես մի անգամ եղել եմ։ Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք եւ հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու։ Արդարադատության նախարարը ասաց, որ այդ առողջապահական ցանկ կա քրեակատարողական հիմնարկների դեպքում, թե ինչ առողջական խնդիրներով մարդիկ պետք է դուրս գան եւ այլն, այսինքն լուծումներ կարող ենք ենթադրել, որ այն մահերը, որ եղել են մինչև հիմա, այդ ցանկի պատճառով է, որ այդտեղ չեն եղել, այսինքն իրենք ամեն դեպքում ես իհարկե միանշանակ չեն ստացել միջամտություն կամ օգնություն դրա համար
Ես միանշանակ այդպիսի հետևություն չեմ կարող անել, որովհետև այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատվական բժշկության կենտրոնի եւ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում։ Ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես այս դեպքում սովորական քաղաքացի, ով որ ունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատվական հիմնարկում պատիժը կրելու։ Այս մասով իհարկե մենք կոմունիկացվում ենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ վերջիններս նախաձեռնում են նաեւ 825 հրաման որոշումն է, նախաձեռնում են այդ որոշման մեջ փոփոխություններ անելու հանգամանքը։ Դուք Սրբոյ Գալյանի ընկերուհին եք։ Տիկին Գալյանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրբոյ Գալյանին ճանաչել եմ, այո, եւ Մենք շատ մարդկանց են ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, նայեք, Ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաև մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ էի ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաև իմ կենսագրությունը եւ տեսեք ես միջև քրեակատվական ծառայության ղեկավար լինելը որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ես հոգեբան եմ մասնագիտությամբ, հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինոլոգիան, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է։ Ունենալ ԿԾ-ի հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության դեպք Տիկին Թադևոսյան։ Այո, դրանից առաջ ես, եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակին։ Որոնք են եղել Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաեւ իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին է եղել արարքը ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատվական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։